Հաջորդ դեպքը տեղի ունեցել թերևս 1 ամիս առաջ, բայց կարծես թե ավարտվել է հետաքննությունը։ ԱՄՆ տրանսպորտի նախարարությունը խստացնում է կանոնները ոչ քաղաքացի վարորդների համար մահվան ելքով վթարներից հետո, որոնք ըստ պաշտոնյաների առաջացրել են այնպիսի վարորդներ, ովքեր երբեք չպետք է ստանային կոմերցիոն վարորդական վկայական։ Նոր կանոններով միայն 3 հատուկ տեսակի վիզա ունեցող անձինք կարող են դիմել CDL-ի Commercial Driver License ստանալու համար, H2A, H2B կամ E2։ Բացի այդ, բոլոր նահանգները պարտավորվում են դիմորդների ներգաղթի կարգավիճակը ստուգել դաշնային տվյալների բազայում։ Լիցենզիաները կտրամադրվեն առավելագույնը 1 տարով կամ մինչև վիզայի ժամկետի ավարտը։ Այս ստուգումները սկսվել են Ֆլորիդայում տեղի ունեցած մահաբեր վթարից հետո, երբ բեռնատարի վարորդը, որը ըստ պաշտոնյաների ապօրինի էր գտնվում երկրում, վտանգավոր շրջադարձ էր կատարել, դառնալով 3 անձի մահվան պատճառ։ Նման դեպքեր այս տարի գրանցվել են նաև Թեքսասում և Ալաբամայում։ Տրանսպորտի նախարար Շոն Դաֆին ընդգծել է, որ միայն Կալիֆոռնիայում քննության ենթարկված արտերկրացիների լիցենզիաների մոտ 25%-ը տրվել էին սխալ։ Նա սպառնացել է դադարեցնել նահանգին հատկացվող $160 միլիոն դաշնային ֆինանսավորումը, եթե 30 օրվա ընթացքում չկատարվի լիարժեք աուդիտ և չներկայացվի ծրագրի շտկման պլան։ Նոր կանոններով մոտ 200,000 արտերկրացի CDL ունեցողների միայն 10,000-ը կպահպանեն իրավասությունը, սակայն այս կանոնները հետադարձ ուժ չունեն և 190,000 վարորդները կարող են շարունակել վարել մինչև լիցենզիայի ժամկետի ավարտը։ Ֆլորիդայում մահաբեր վթարի հեղինակ Հարջինդեր Սինգհը մեղադրվում է 3 դեպքով սպանության և ներգաղթի խախտումների համար։ Դաշնային իշխանությունները պահանջել են քրեական գործի ավարտից հետո նրան տեղափոխել ICE հսկողության տակ։